Շարունակում ենք աշխատել ուղիղ եթերում, ես կարող եք հետևել Հայլի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով իմ հյուրն է Հայկ Այվազյանը։ Բարև ձեզ Հայկ, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Այս օրերին արդեն հայտնի է դառնում, թե ովքեր են Նոբելյան մրցանակակիրները։ Ճիշտն ասած, վաղուց արդեն այն մեծ ուշադրություն չի գրավում, թե ով ստացա, որովհետև շատ վաղուց արդեն խիստ քաղաքականացվել է, կամ եթե նկատի ունենանք, թե ովքեր են ստացել Նոբելյան մրցանակներ, օրինակ վերջին տարիներին գրական մրցանակներ ստացած մի քանիսին փորձեցի այսպես ծանոթանալ եւ պատկերացնում եմ, որ ասենք Տոլստոյ, Դոստոևսկի այս մարդկանց կողքին ուր է հասել, հա, գրականությունը, եթե եղել են այդպիսի մեծեր եւ հիմա տեսեք ովքեր են արժանանում, օրինակ Բելարուսիայից մի կին արժանացել էր մրցանակի, բայց ավելի այնտեղ ակնհայտ էր, որ տակը քաղաքականությունն է, որովհետեւ առհասարակ եթե այսպես ուշադիր նայենք, թե որ երկրի մարդկանց են տալիս, հա, Նոբելյան մրցանակակիրներ, արդեն կհասկանաս, թե հաջորդը գլոբալիստները որ երկիրն են պատրաստում քարուքան տանել։ Ասենք այս ծրագրած այդպես բան գնում են, ակնհայտ էր, որ օրինակ Բելարուսիան իրենց թիրախում է, դե գիտեք, Բելարուսիայի վրա էլ գնացին, բայց չստացվեց։ Այդ չեմ ասում խաղաղության մրցանակը, եթե նայենք, թե Գորբաչովին տվեցին մի մարդ, որ հիմք դրեց մի ամբողջ մեծ կայսրության փլուզման, բայց մարդը ժամանակին արժանացավ Նոբելյան մրցանակի, այն մարդը, ում իշխանության գալուց հետո ամբողջությամբ փլուզվեց կայսրությունը եւ միանգամից 10 քանի կետերում պատերազմներ ծագեցին եւ իշար պատերազմներ միջև հիմա այս կամ այն կերպ շարունակվում են։ Հիմա էլ այս օրերին արդեն հայտնի է դառնում, որ գիտնականներն են արժանացել եւ նաեւ խաղաղության մրցանակ, գիտեք, որ Թրամփի երազանքն էր, որ ինքն էլ պիտի արժանանա Նոբելյան մրցանակի, դե շատերն ասում են, որ Օբամայից հետո ինքը տենց բան ոգևորված է, նույն Օբաման, որ բանը չեր զլանում հրթիռները այս կամ այն երկիր ուղարկել, բայց չգիտեմ ինչ է հրթիռները հետո վերածվում են իրենց մոտ, ինչքան պայթուն, ինչքան մա, ինչ որ sense բաների է վերածվում, էլի խաղաղության հրեշտակների է վերածվում, բանի տեսքով, Նոբելյան մրցանակի տեսքով։ Իսկ Թրամփի պարագայում ամբողջությամբ զավեշտ կլիներ, եթե լիներ, որովհետև այս մարդը ինքը իր բերանով ասեց, որ այսինչ բանը փոխում ենք պատերազմի, չէ՞, անվանափոխեց, չէ՞, անունը դրեց այդ իրենց ռազմակամարի, անվանափոխեց, ասես այսուհետև կոչվի պատերազմի։ Ինքը, այսպես բանով, առանց որևէ պարտադրանքի կամովին ընդունեց, որ այս մարդը աջակիցն է, կողմնակիցն է պատերազմի, չեմ ասում, որ թե ինչ որ տեղի ունեցավ, տեղի է ունենում եւ շարունակվում է Գազայում, իրենք են ընդունում, որ այսօր երկու ցեղասպան երկիր կա Իսրայելը եւ Միացյալ Նահանգները, որ ամեն կերպ աջակցեցին, որ ցեղասպանությունը Իսրայելին աջակցում է, որ շարունակվի, հիմա էլ իբրև թե այնտեղ խաղաղություն է, ես չգիտեմ, կա ինչ որ մեկը, որ հավատում է այդ խաղաղության։ Սա գիտեք, քանի անգամ այդպիսի պայմանավորվածություն եղել, այս սրանից հետո հրադադար կլինի, հրադադարից հետո խաղաղություն կլինի, Գազայում կամ արաբական երկրներում դա արդեն նշել են, տոնել են, բայց Նաթանյալն ինչպես մի շարժվում է իր քմահաճույքով, Միացյալ Նահանգների հետ միասին ձեռքի տված եւ շարունակում է ռմբակոծել, մտնել ավիրել, հարձակվել եւ ցեղասպանել։ Այնպես որ այս անգամ չստացվեց Թրամփի խաղաղության մրցանակը, տեսնենք թե հաջորդիվ ինչ կլինի։ Սա այսպես, բայց ուզում էի գալ երեկվա այս հանդիպումից բավականին տևական ժամանակ էր, լարվածություն կար Ռուսաստան եւ Ադրբեջան, ասում են, որ այստեղ բավականին թույլ էր Ռուսաստանի գործողությունները, որովհետև ծանր վիճակում է, 59 երկրի հետ պատերազմի մեջ է եւ բարեկամ կամ դաշնակից երկրների հետ նոր թշնամության գնալը այնքան էլ ճիշտ չի եւ ծանր կարող է արժանալ Ռուսաստանի համար։ Ինչևէ, երեք կայացավ այդ հանդիպումը Ալիև եւ Պուտին, ինչ որ հարցեր էին քննարկում, մեկ ժամ քննարկում է եղել եւ իսկորեն ասաց, որ ամենակարևոր հարցերին անդրադարձել են։ Ես ուղղակի ուզում եմ մեջբերում անել, կարծեմ բավականին տեղի ուներ, հետո դրանից հետո արդեն դուք կմեկնաբանեք այս հանդիպումը, ընդհանրապես ինչ է տեղի ունենում Ռուսաստան եւ Ադրբեջան, երեք ինչ տեղի ունեցավ եւ ինչ նոր զարգացումների կսպասենք, խնդրեմ դրա մասին խոսել, բայց մինչ այդ հետաքրքիր է ուշագրավ հայ ժողովրդի իրականում մեծ բարեկամ Զատուլին, դե գիտեք, իրական հայերին թույլ չէ տալիս մտնել Հայաստան, նրանց թվում նաեւ Զատուլինին եւս բան է թույլ չէ տալիս որ մտնի Հայաստան,
Նիկոլի հրամանով երեք ինչ է ասել Ալիևին ձեռնատու էր ժամանակավորապես իրեն հեռու պահել Ռուսաստանի Դաշնությունից Փաշինյանի եւ Թրամփի հետ բանակցություններից առաջ ասել է Զատուլինը այսինքն Ալիևը ստացավ իրենը ստացավ մեր տարածքները այնտեղ Թրամփի անունը կդրվի ճանապարհի վրա մենք իրականում ոչինչ այնտեղից չենք ստանում ես կարծում եմ որ Ռոբերտ Քոչարյանը փայլուն բացատրեց թե իրականում ինչ է տեղի ունել մեծ միջանցքի հետ կապված իրենից առաջ նույն կերպ փայլուն նաև բացատրել էր Հրանտ Բագրատյանը բայց քանի որ իրենք տաղանդավոր մարդիկ են պետական մարդիկ են իրենք նաև լուծումներ էին առաջարկում օրինակ շատ կոնկրետ բան լուծումներ առաջարկեց Ռոբերտ Քոչարյանը դե գիտեք ում է ասում այս լուծումները առաջարկեց նրա համար սիրելի հայրենակիցներ որ մենք կարողանանք թուրքական ուժերից ազատագրվելուց հետո հավատանք եւ վստահենք որ կան այս երկրում մարդիկ որոնք իզորու են անգամ այս ողբերգական ծանր վիճակում որ մեզ գցել են Նիկոլ այս թուրքական ուժերը դեռ ելք կա դեռ ժամանակ կա գուցե մեզ ընդամենը 6 ամիս է մնացել 8 ամիս չգիտեմ բայց այնուամենայնիվ կա այսինքն մենք դեռ սթափվելու տեղ եւ ժամանակ ունենք Եվ այսպես սրա մասին է ուզում դուք խոսեիք եւ այս ընթացքում այո Ադրբեջանը կարողացավ վերցնել կարողացավ այդ թուղթը ստանալ թեպետ ես շատ հաճախ եմ իրենց մեջբերում անում Ջեֆրի Սաքսը ասես ծիծաղելի է մտածել որ այս ամենը արվում է զուտ նրա համար որ իբրև թե Թրամփը Նոբելյան մրցանակ ստանա դա 1000-րդական հարց է սա խորքային ամերիկյան պետության քաղաքականությունն է գար եւ վերցնել այն տարածքը այն հատվածը որ միշտ եղել է այսպես ասած Ռուսաստանի հսկողության տակ եւ իրականում իրենք հասան դրան հիմա շատ ավելի խելոք է Ալիևը, շատ ավելի խորամանկ էր Ալիևը, թե հիմա ուղղակի շատ ավելի ծանր վիճակում է, թշվառ վիճակում է, խեղճ վիճակում է Ռուսաստանի Դաշնությունը, որ այս ամեն ինչը կուլ տվեց եւ Արցախի կորուստը, իհարկե Նիկոլը վաճառեց, բայց այնուամենայնիվ եւ Արցախի կորուստը եւ հիմա Հայաստանի տարածքներն են վերցրել, հիմա արդեն պատրաստվում են այդ մեր տարածքից վերցնել ամբողջ հետո Սյունիքը հիմա Մեղրին են պատրաստում վերցնել եւ մենք ինչպես Ռոբերտ Քոչարյանը նկատեց 0 շահ ոչինչ այս ամեն ինչից մենք չենք շահել ել չեմ ասում որ կարող են այս սահմանը փակել եւ մեր ճանապարհը կտրել Իրանից սա շատ կարեւոր է իդեպ Ռոբերտ Քոչարյանը հրաշալի բան առաջարկներ արեց որ որտեղից կարող են գումար գտնել եւ պնդել բանակցել պահանջել որ մենք այդ երթուղի եթե երկաթգիծը շարունակի մենք կարող ենք շահեկան վիճակում հայտնվել եւ կապ ունենալ դեպի Իրան եւ դեպի Ռուսաստան Խնդրեմ, ծանր վիճակում է Ռուսաստանը, որ այս ամենով հանդերձ նորից հանդիպեց եւ ինչ կար երեք այսօր եւ ինչ է սպասվում վաղ այս հարաբերությունները բնականաբար այդ ամենի մեջ կարևոր ենք մենք Շատ կարճ երկու բառ Նոբելյան մրցանակի մասին միահաճ միամտություն է կարծել որ Տրամփի քաղաքականությունը ուղղված է ոչ թե ԱՄՆ համաշխարհային գերիշխանությունը պահպանելու, այլ Նոբելյան մրցանակ ստանալու համար Այսինքն Ջեֆրի Սաքսը ճիշտ էր Այո, հիմա Ռուսաստանի ձեռնտու կլներ, որ Տրամփը ստանալ Նոբելյան մրցանակ օրինակի համար, որտեղ այդ քարոզչական թեզը կպայթ էր Կասեմ, դե ստացար, հիմա այդ հետ քաշվի Չէ, այդ հիմքով էլ քարոզություն չի կարող Արևմուտքը իրականացնել Արևմտյան քարոզությունը հիմնված է նրա վրա, որ Տրամփը ինչ անում է Նոբելյան մրցանակ ստանալու համար Եթե արդեն ստացավ, էլ վերջ այդ քարոզչական հնարքը վերջ արդեն պայթում էր Ուշակովը այսօր թե երեք Պուտինի օգնականը ասաց մենք կաջակցենք եթե նման բան լինի մենք կաջակցենք Տրամփի Նոբելյան մրցանակ ստանալուն Ռուսաստանի ձեռնտու կլներ որ այդ քարոզչական թեզը պայթեր բայց Ամերիկան միամիտ չի որ Տրամփին Նոբելյան մրցանակ տան տվեցին Վենեսուելայի Իդեպ դա էլ է չէ Ամերիկան որոշում Նոբելյան մրցանակը իհարկե տվեցին Վենեսուելայի կարծեմ այդ օպոզիցիայի առաջնորդին Հիմա ինչ վերաբերվում է այդ Ալիևի եւ Ռուսաստանի հարաբերություններին այո ես համաձայն եմ դրա հետ որ Ալիևը խնդիր ուներ շատ սահուն կերպով համեմատաբար ուղղակի այսպես ասենք փախչել նոյեմբերի 9-ի պայմանավորվածություններից բայց դրա համար իրեն պետք էր սրել հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ դա ինքը արեց այստեղ իհարկե արևմուտք Ադրբեջան շահերը համընկան այսինքն արևմուտքն էր ուզում դա որովհետեւ
նոյեմբերի 9-ի պայմանավորությունները ըստ էության թղթիվերական, բայց կյանքում այդպես էլ չիրականացան, բայց փոխարենը այդ Տրամպի ուղին այդ համաձայնագիրը ստորագրվեց։ Հիմա արդեն Ալիևը կարող է դա անել, եւ քանի որ այս վերջերս էլ Միացյալ Նահանգները համստեղ են ակտիվանում, համ Միջին Ասիայում են ակտիվանում, դրա հետ կապված է հենց Պուտինի այս վերջի այցը Դուշանբե, այսինքն այնտեղ ինքը գնում է, որ տեսնի շոշափի ինչ վիճակ է եւ կարող է արդյոք մոտ ապագայում այդ կողմից եւս լինի հարված։ Այս ձեր հարցին, որ թույլ է թե թույլ չի, այս վերջերս այդ Պուտինին էլ հարցրեցին Վալդայում, որ Տրամպը Ռուսաստանին անվանել էր թղթե վագր, դա ինքն էլ ասաց ինչքանով է թղթե, եթե մենք, այսպես ասենք, ոչ ՆԱՏՕ-ի դեմ ենք պայքարում։ Տենց է, պատերազմի մեջ միշտ պաշտպանվողը ինքը ժամանակավորապես լինում է, որ որոշ ուղղություններով թույլատնում է իր պայքարը, որովհետև ունի ավելի կարևոր ուղղություններ, ասենք օրինակ, չգիտեմ, 1941-42 թիվ Մոսկվայի մատույցներում պայքարը պարզ է, որ ասենք բելարուսական ֆրոնտում կամ Ուկրաինայում այնտեղ ոչ մի բան չի կատարվում, ինքը այնտեղ օկուպացված, գրավված է, այսինքն աստիճանաբար, երբ որ սկսեցին վերականգնել ուժերը, տարածքները հետ ազատագրեցին, արդեն սկսեցին մտածել նաև այլ ճակատների մասին։ Հիմա Ռուսաստանը տարբեր ուղղություններով, մեր ուղղությամբ, միջինասիական ուղղությամբ փորձում է պահել ստատուս քվո, այսինքն ինչ որ կա, այդպես մնա, ավելի չվատանա։ Որտեղ որ վատացավ, այնպես է վատանալու, հարցը չի, որ Ռուսաստանի համար ծանր կլինի, թե չի լինի, հարցն է, որ այդ տարածաշրջանները կմտնեն քաոսի մեջ։ Հիմա Ռուսաստանին պետք է հարաբերական կայունություն այդ երկու տարածաշրջաններում։ Քանի դեռ ինքը այլ ուղղություններով հարցերը չի լուծել։ Ռուսաստանի ներսում այնտեղ լուրջ կադրային փոփոխություններ են տեղի ունենում եւ հավանաբար այն զինծառայողները, սպաները, որոնք մասնակցել են հատուկ ռազմական օպերացիային, իրենց նախապատրաստում են կառավարչական էլիտային փոխելու համար։ Այսինքն դրա համար ժամանակ է պետք։ Իսկ այդ ընթացքում պետք է հարաբերական կայունությունը պահպանվի։ Եթե չպահպանվի, այդ էլիտային փոխելը շատ դժվար կլինի։ Հիմա Կոզակին որ փոխարինեց ինչ էր։ Դա այնտեղ միայն Կոզակը չի, հարցը Կոզակը չի, այնտեղ Կիրիենկոյով ինչ որ շատ բան է փոխել։ Այնտեղ հազարավոր, չէ, այնտեղ միայն իրաք չեն, այնտեղ բացի բարձր պաշտոնյաներից կան միջին Ես հատուկ եմ ես ասում, որտեղ մեզ է մեր հետ է առնչում դրա համար եմ, կարող եմ չգիտեմ, ես փաստում եմ փաստ որ Չէ, ես տարածաշրջանի կա ծրագիր Время Героев, չէ, հարցն է անկախ տարածաշրջանից կադրային, այսինքն կառավարչական էլիտայի փոփոխությունը կբերի Այսինքն իր դանդաղումը եւ վարանումը պայմանավորված է ներքին իշխանափոխությամբ, կբերի ողջ ռուսական պետական քաղաքականության փոփոխությանը բոլոր ուղղություններով։ Բայց դրա համար ժամանակ է պետք։ Չես կարող, ասենք, կառավարչական էլիտային ուղարկես դու մի օրում, բայց տեղը ոչ մեկին չբերես։ Պետությունը կփլուզվի այդ ժամանակ։ Տեսեք, դուք ասում եք իշխանափոխության, չնայած այն հարցս բաց մնաց, որ Ադրբեջանի հետ ինչ է տեղի ունենում, հիմա ինչ է։ Դե ուզում էին Ռուսաստանի դեմ ինքը ուզում էր Ալիևը նոյեմբերի 9-ից փախնել, փախավ։ Արևմուտքը իր շահերներ սպասարկում ստացավ, այսինքն Տրամպի ուղին։ Չէ, տեսեք ինքը ինչ շահ է կան, ինքը թեքվեց դեպի արևմուտք, ինքը ստացավ Արցախ։ Ճիշտ է, Ալիևը։ Ալիևը թեքվեց։ Ինքը դեպի Ռուսաստանը թեքված չի եղել, հաշվի առնելով։ Չէ, բայց հարաբերությունները իշա այսպեսի լարվածություն կարծում եմ այսպեսի երբեք չի եղել, այսի լարվածություն, հա, դրանից հետո վերջն է Ռուսաստանի քաղաքացիներին տեսախցիկի առաջ ջարդել, քաղաքացիությանը դանը պատրել, անել այն կողմից էլ անդաձերբակալություններ, չգիտեմ ինչ էր, այսպեսի լարվածություն, ես լավ չեմ հիշում, բայց գուցե դուք կասեք, բայց համենայն դեպս Ալիևի եւ Պուտինի իշխանության ժամանակ այսպեսի բան չէր եղել։ Տեսեք ուր հասավ, բայց ինքը թեքվեց արևմուտք, ստացավ դա, հետո ինչ որ հարաբերությունները քիչ թե շատ կարգավորվեցին, հետո այն ինքնաթիռի այդ պատմությունը ինչ որ որոշակի լարվածություն բերեց, հետո դրանից հետո ինքը նորից թեքվեց, հիմա տեսեք ինչ է, ինքը ստացավ այլևս նախ մարսեց
ես կոնկրետ մեզ հետ կապված եմ ասում, Մարսից Հայաստանի Հանրապետությունից տարածքներ վերցնելը, դրա մասին հիմա բացարձակ 1000 քառակուսի կիլոմետր վերցրել է 3 Երևանի չափ տարածք, հիմա Ադրբեջանը վերցրել է, դրա հետ կապված ոչ մի ձայն չկա, հիմա արդեն Մարսից են, որ Հայաստանից մի մեծ կտոր է կտրել տարել, մեզ 0 ոչ մի բան մենք չենք ստանում, սա էլ Մարսից հիմա նորից գնացել է դեպի Պուտին։ Չէ, դեպի Պուտին չի գնացել, ինքը ոնց կար արևմուտքը այնպես էլ մնացել է, այդ ռուսներին ջարդել է, դեպս արևմուտքից են պահանջել պատերազմ է ընթանում։ Առայժմ շահեկան է դուրս գալիս, ստացել է այս կարճ ժամանակահատվածում մարդը շահեկան տարածքներ է ստանում, ինչ անում է Մարսում է, միջազգային հարթակներում նրանք են պաշտպանում, այստեղում էլ Ռուսաստանը առայժմ պատերազմի մեջ լինելով ոչինչ չի կարողանում անել, այսինքն բավականին ճկուն քաղաքականություն է, առնվազն այս փուլում Ալիևը բանեցնում։ Ինքը օգտվում է Ռուսաստան արևմուտք պատերազմից եւ իր համար շահեկան ձեռքբերումները վերցնում։ Հիմա օգտվեց, մյուս կողմից էլ ինքը շատ լավ հասկանում է, որ չի կարող թշնամանալ Ռուսաստանի հետ, որտեղ ինքն էլ է հաշվարկում, որ հնարավոր է, որ մոտ ապագայում լինի մեծ պայմանավորվածություն եւ այդ դեպքում արդեն իրենք հիշեցնեն այդ թշնամանքը։ Դեպաբար ինքը փորձում է որոշակի չափը շատ չանցնել։ Այսինքն լարվածություն կա, ինչ որ մեղադրանքներ, բայց ինչ որ կարմիր գծեր փորձում է չանցնել։ Ալիևը փորձում է չանցնել, այո, անվերադարձ չանցնել։ Չէ, ո՞րն է այդտեղ կարմիր գիծը, քաղաքացուն բռնես, այդպես չգիտեմ, ստորացնես, ջարդես, նվաստացնես, հա, բռնություն գործադրես, նկարահանես, ո՞րն է, էլի ինչ կարմիր գիծ կա։ Հավքի վերահսկողության տակ գտնվող տարածք առաջին հերթին սա հարված է թիրախ է Ռուսաստանին մտնես այդ տարածք, վերցնես, զավթես, Մարսես, ո՞րն է այդ կարմիր գիծը, էլի, որ ասում եք առայժմ փորձում է չանցնել։ Ուկրաինան անցավ, չէ, կարմիր գիծ, այսինքն ինքը անցավ Ուկրաինային մատակարարում, ինքը բացահայտվեց, որ անդադ բարեգործության այդ բանի շարաշությունների Ռուսաստանն է որոշում կարմիր գծերը, որն է իր, բայց փաստ մնում է փաստ, որ այսօրվա դրությամբ Ալիևն ու Պուտինը նստում եւ խոսում են իրար հետ։ Այսինքն այնքան չի անցել, որ Ռուսաստանի նախագահը ասի ես քո հետ էլ չեմ խոսելու կամ չասի ուղղակի չխոսի։ Աշխարհում գրեթե այտենց բան չի լինում, Հայկ, որ այտենց վերջին չենք խոսելու, այդ չգիտեմ, բացառություններ են, ցեղասպանություններ իրականացում գնում նստում են, մարդասպան մարդակերը Սիրիայի նախագահը դառնում, բոլորը հետը նստում են, աշխարհը չգիտեմ, այդ առումով։ Դրա համար իրենց շահերից ելնելով են անում, նկատի ունեմ, որ այնպիսի քաղաքականություն չի վարում, որ Ռուսաստանի նախագահը չուզենա իր հետ խոսի։ Հիմա Զելենսկին չի խոսում, ասում է արի Մոսկվա։ Արի Մոսկվա խոսենք։ Մենք չենք հանդիպելու ոչ միտեղ, որտեղ ինքը նույնիսկ Զելենսկին հետ պատրաստ է խոսել, բայց Մոսկվայում։ Որտեղ Ուկրաինան որպես Ռուսաստանի մարզ ապագայում մարզպետը պետք է ինքը գա Մոսկվա խոսելու, ոչ թե նախագահը գնա մարզպետի մոտ խոսելու։ Այսինքն Զելենսկին հնարավորություն ունի եւ ընդհանրապես Ուկրաինան պահպանել անկախ պետականություն, բայց ոնց որ թե իրենք այլ ճանապարհով են գնում, հետեւաբար Զելենսկին ինքը պետք է գնա Մոսկվա, եթե ուզում է խոսել։ Այդ դեպքում կընդունի, բայց տեսնում ենք, որ այլ երկրում չի ընդունում, այսինքն չի գնում խոսելու, դա արդեն կարմիր գիծ է նշանակում է, որ անցել է, այսինքն Պուտինը այսինքն այդ տեսանկյունից, հա, այդպես է ինքը մոտենում, որ քանի որ մարզ է, պետք է գա ինձ հետ խոսի։ Ապագայում լինելու է մարզ, ինչպես որ ողջ Ուկրաինան պարտադիր չի մտնի Ռուսաստանի կազմ, բայց աշխարհաքաղաքական վերահսկողության տեսանկյունից, այսինքն պրոռուսական իշխանություն ունենալու տեսանկյունից լինելու է մարզ։ Կարող է մի մասը մտել է արդեն, կարող է էլի ուրիշ տարածքներ է մտնել Ռուսաստանի կազմ, իսկ ինչ որ մնա կմնա որպես պրոռուսական պետություն։ Սահմանափակ, այսպես ասենք, ինքնիշխանությամբ նկատի ունեմ ՆԱՏՕ չգնալու արգելքով։ Բայց վաղը կարող է դա էլ չլինի, այսինքն այդ պետականությունն է փոքր չունենան, կախված կլինի թե Ուկրաինան ոնց իրեն կպահի։ Ինչպես ասեց Պուտինի խորհրդական չեմ հիշում ազգանունը ոնց էր, ասաց, որ շատ իրավաբաններ գտնում են, որ ԽՍՀՄ փլուզումը եղել է անօրինական եւ Ուկրաինայի հարցը դա
ԽՍՀՄ ներքին գործն է, այսինքն Ռուսաստանի ներքին գործն է։ Ասել իհարկե շատ լավ բան է, բայց իրականությունը բոլորովին ուրիշ բանի մասին է խոսում։ Մոլդովայի պարտությունը։ Հիմա պիտի ասեք, դե որովհետև Եվրոպան էս այս, իհարկե անելու են։ Ամեն ինչ արել են եւ բնականաբար անելու են։ Եվ այսօր չի որ անեն, 35 տարի արել են եւ անելու են։ Եվ տեսնում ենք, որ չի կարողանում այդ ամենին դիմադրել մի պարզ պատճառով, որովհետև եւ տեխնոլոգիապես եւ գիտական հենքով շատ բաներով նույն արևմուտքը բավականին առաջ է եւ այստեղ Ռուսաստանը պարտվում է, հա, զենքով այո, գուցե մարդկանց թվականակով պատերազմի դաշտ տանելով ձևը գտնում է տանում է այո, բայց այդ ամենով առայժմ ինքը պարտվում է։ Նույն է տեխնոլոգիաների կիրառմամբ չէր Հայաստանը գրավեցին թշնամիները Թուրքերն ու Արևմուտքը, նույն դրանով չէ Մոլդովայում։ Հիմա մենք տեսնում ենք, էլի էս Մոլդովայի ընտրությունները ցույց տվեցին, պարտվեց։ Ուրեմն նախ չի պարտվել։ Պարտվել է։ Պարտվել է Մոլդովայի ժողովուրդը կամ ընդդիմությունը, այսպես ասենք։ Ռուսաստանը չի պարտվել։ Այսինքն Ռուսաստանը շահագրգիռ էր, Ռուսաստանն օգնում էր, աջակցում էր, որ այնտեղ փոփոխություն լինի։ Հիմա այստեղ բաներ, այնպես չենք խոսել, այնպես չենք խոսել էլի, բայց առաջին հերթին դա ընդդիմության գործներ այնտեղ հաղթել է։ Հիմնականում, տեսեք, Մոլդովայի ընտրությունների հետ կապված ինչ է բերվում պատճառաբանություն պարտության, որ իշխանությունները կիրառեցին զանգվածային ընտրակեղծիքներ եւ դրա համար էլ պարտվեց։ Բայց այդ ընտրակեղծիքների կիրառումը դա կանխատեսելի բան էր, այնպես չի որ դա անհատական։ Չէ, ավելի շատ ասում են, որովհետև Եվրոպայում թույլ տվեցին, չգիտեմ ինչքան մարդ գնա ընտրության, Ռուսաստանում 2 միլիոն կարգ թույլ չտվեցին, դա էլ են ասում։ Դա չի եղել պատճառը, դա անակնկալ չէր, որ կեղծիքներ են կիրառելու, ավելին այդ կեղծիքների կիրառությունը հաշվարկելի էր, այսինքն մանավանդ որ մի տարի առաջ արդեն ընտրություններ եղել էին, այսինքն կարելի էր հաշվարկել մոտավորապես ինչքան քվե ունի ռեալ իշխանությունը, ինչքան կիրառելու ադմինիստրատիվ ռեսուրս եւ ինչքան են կեղծիքներ իրականացնելու արտասահմանում։ Հիմնական պատճառը պարտության եղել է ցածր մասնակցությունը ժողովրդի, փորձը ցույց է տալիս, որ եթե ժողովրդի մասնակցությունը լինում է 50%-ի մոտ եւ ցածր, իշխանությունը կեղծիքներով հավանականությունը ավելի մեծ է։ Հաղթում է։ Նշանակում է ժողովրդի մեծ մասը չի եկել ընտրության։ Մոլդովայի ներսում մասնակցությունը եղել է 47%, ընդամենը։ Ընդհանուր եղել է 53, Մոլդովայի ներսում 47%։ Այսինքն ընդդիմությանը չի հաջողվել համոզել մարդկանց, որ գան ընտրության։ Իդեպ պլյուս 5% ավել համոզեին, որ գան, կարող էր իրավիճակը այդքան չլներ։ Այսինքն այդ դրսի ձայները այդպես ազդեցություն չունենում են։ Այդ դրսի ձայներով, կեղծիքներով հանդերձ իշխանությունը 50%-ից մի փոքր ավել ձայն հավաքեց, 51 էլ չհասավ։ Այդ նշանակում է, որ պլյուս 5% գոնե ավել այդ ձայն կարողանային համոզել, որ մարդիկ գային ընտրության եւ դե որ գային ընդդիմությանն են քվեարկելու բարձր չկողմնորոշված մարդուն, երբ որ համոզում ես, եթե ինքը իշխանության կողմը չի, բայց կողմնորոշված էլ չի, ինքը եթե գալիս է, ինքը ընտրում է ընդդիմությանը սովորաբար։ Չկարողացան համոզել։ Հիմնական պատճառը դա է։ Եվ եթե Հայաստանում լինի ընտրություններ, իշխանությունը կեղծիքներով վրա հույսը չի դնելու։ Այդ դա անելու է, բայց դրա վրա հույսը չի դնելու։ Ինքը դնելու է ցածր մասնակցության վրա, որովհետև ցածր մասնակցության դեպքում այդ կեղծիքները, ադմինիստրատիվ ռեսուրս եւ մյուս բոլորը արդյունք են տալիս։ Վրաստանում օրինակ, չասեմ որ շատ բարձր եղավ, բայց իրենք կարողացան իշխանությունները իրենց ճիշտ արտաքին քաղաքական հռետորաբանությամբ մոտ 60% մասնակցություն ապահովել։ Այդ 60%-ը իրենց թույլ տվեց 51% իշխանություն կամ ավելի ձայն հավաքել։ Հետևաբար ստանդարտ քարոզարշավով, չգիտեմ, արդարություն, սոցիալական արդարություն, իրավահավասարություն, չգիտեմ, թոշակների բարձրացում։ Առայժմ մենք ընդդիմությունից դա ենք տեսնում, մեր ընդդիմությունը ստանդարտով չես համոզի տանը նստած մարդուն, որը որ անտարբեր է, գալ ընտրության։ Տանը նստած մարդը պետք է վտանգ տեսնի իր ընտանիքի ապագայի համար, որ գա ընտրության։ Իսկ ստանդարտ քարոզարշավով իրեն չես համոզի։ Ընդդիմությունը գնաց ստանդարտ քարոզարշավով։ Ես ասել եմ դրա մասին։ Մոլդովայում, հա։ Անցած տարի ինչու պարտվեց ընդդիմադիր առաջնորդ այդ Ստոյանոգլը կար։ Ինչու պարտվեց։ Որտեվ երկու փուլ էր նախագահական։ Առաջի փուլում նախագահանի հետ միասին կար նաև եվրոինտեգրման հանրակրվե, այսինքն սահմանության փոփոխություն անեն, որ գնան եվրոինտեգրում։ 740,000 մարդ ասել է ոչ եվրոինտեգրմանը այդ ընտրությունների ժամանակ, այդ քվեարկության։ Ընդդիմադիր առաջնորդը գնում է մտնում է ընտրատեղամաս, դուրս է գալիս, լրագրողները
շրջապատում են, հարց են տալիս, մեկ էլ ինքը ասում է, գիտեք, ես չեմ մասնակցել եվրոինտեգրման քվեարկությանը, բյուլետենը չեմ վերցրել, եւ ընդհանրապես ես դեմ չեմ եվրոինտեգրմանը։ Այդ որ լսեցի, ասի վերջ, երկրորդ փուլում սա պարտվելու է։ Եվ որտեվ եթե 740,000 բանակ ունես հետևդ, որ ասում է ոչ եվրոինտեգրմանը, դու գնում ես ասում ես դեմ չեմ դրան, պարզե որ պարտվելու ես։ Ինքը պետք է ասել ոչ միայն դեմ եմ, այլ ես գնալ տանում եմ ձեզ այս եվրոինտեգրման լծից ազատագրելու։ Այդ որ ասել այդ 740-ն էլ կգար, դրանից ավել կգան։ Իհարկե դա պետք է գիտականորեն, փորձակցական։ Հիմա կարող ենք պրոյեկտել մեր որ մերոնք է, եթե տենց կատեգորիկ չեղան, որ ասեն Եվրոմիությունը մեզ տարավ Արցախը տարավ գերեզման։ Արցախը հայաթափության, ուրեմն մենք այս փուլում էսպես, չգիտեմ, էդ եմ ասում, դա այդպեսի անդիմությունը պետք է այդ կոչերով գա, ասենք ասի Թրամփի այս բանը, ճանապարհը սա Հայաստանի կործանման երկրորդ փուլն է, շրջափակում, կործանում եւ այլն, այդպես պիտի լինի։ Կոչը դա, ասենք, ես հույս չունեմ, որ մեր ընդդիմադիրները դրանով կառաջնորդվեն։ Կոչը հրապարակում ելույթ ունեցողների համար է։ Այդ ամեն ինչը ոչ միայն կոչերով, նաև գիտական, փորձագիտական, քաղաքական, տնտեսական, բոլոր ռազմական, բոլոր մակարդակներում դա պետք է լինի, այսինքն տեսեք, Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը որ լսում էինք, ինքը մի քանի օրինակներ բերեց ողջամտության, որ ոնց է եղել, ինչպես օրինակ, ասում էր, որ հազարամյակի մենք այսինչ օրինակ ատոմակայանի մասին խոսեց, որ ինչ էին պահանջում, օրինակ խոսեց Իրանի հետ գազատարի հետ կապված որ կառուցվել է, ասում է դե մեզ Միացյալ Նահանգներից տարբեր պաշտոնյաներ, տարբեր կանալներով ամեն կերպ հասկացնում էին, որ չպիտի դա կառուցվի, բայց մենք դիվանագիտորեն հասանք նրա որ կառուցվեց, ընդ որում այնպիսի հարաբերություն պահեցինք Միացյալ Նահանգների հետ, որ հազարամյակի մարտահրավերի մեջ ամենամեծ գումարը ստացել է նախագահներից Ռոբերտ Քոչարյանի ժամանակ եւ նա է կարողացել, այսինքն ըստ էության ասում են, որ փայլուն դիվանագիտություն է բանեցվել եւ նա ատոմակայանի մասին էր խոսում, ասում էր ակնհայտ էր, որ Եվրոպան մեզ օրինակ ասում էր, այս ծրագիրը կանենք, այսքան գումար կտանք, դուք ավելի փոքր եսի ինչ կարող եք կառուցել, դրանից ստանալ, բայց ատոմակայանը փակեք, այսինքն մեզ էլ ասում չէ, մենք հասանք դրա, որ հասկանում ենք, որ դա ինչ վտանգավոր բան է մեզ համար, բայց նաեւ այսպես ասած Եվրոպային հարաբերությունները չփչացրեցինք մնաց, բայց մենք նաև հասանք դրան, որ այդպես էլ չփակեցինք եւ հիմա էլ վտանգների մասին է խոսում, ասում է հիմա էլ այդ պահանջում են, Նիկոլը գնում է դրան եւ եթե դա փակվի անհեթեթություն է, ինչ որ բան կառուցելու մասին էր նոր, ասում է դա միայն Ռուսաստանի Դաշնությունը կարող անել, առայժմ չգիտեմ առաջիկա տարիներին կլինի թե ոչ։ Հիմա ուզում ասել կա նաև եղել է նաև մեր օրինակ այսպիսի քաղաքականություն, գուցե այդ քաղաքականության կողմնակից լինենք, որ այդ օրինակը մենք ունենք։ Չեք կարող այլևս չենք կարող։ Դուք ասում եք չենք կարող, բայց մենք տեսնում ենք, որ Պուտինը գնում է Թրամփի հետ հանդիպում է, ստացվում է ինքը կարող է գնալ ինչ որ բան բանակցել լինել, բայց ասենք մենք չենք կարող։ Իհարկե կարող է։ Ինքը կարող է։ Իհարկե, որտեվ այդ երկու պետությունն են որոշում։ Այն ժամանակ էլ էր կարողանում Ռոբերտ Քոչարյանը, որտեվ այն ժամանակ էլ շատ լավ հարաբերություններ Ռուսաստան եւ Միացյալ Նահանգներ։ Հիմա էլ գուցե այդ հարաբերություններն չի կարող։ Ուրեմն 2000-ականներին նախ աշխարհակահաղական վիճակը հանգիստ էր, աշխարհը ԱՄՆ եւ դաշնակիցների լծի տակ այսպես ասենք ապրում էր եւ թալանվում էր, այսինքն որևէ մեկը չէր ընդվզում արևմուտքի դեմ, առաջին անգամ ընդվզումը եղավ 2007 թվականին, արդեն Ռոբերտ Քոչարյանը գնում էր Պուտինի կողմից Մյունխենյան։ Այո, երբ որ ասեց, այսպես չի լինի։ Այո, որտեվ ինքը հասկացավ, որ Ռուսաստանի մահն են ուղղակի ուզում, ոչ թե ուզում են Ռուսաստանին ինտեգրել իրենց արևմտյան քաղաքակրթություն, այսպես կոչված։ Իդեպ էլի այդ ամերիկացի այդ գիտնականն ասում է, երբ որ դուք ազնիվ լինեք եւ բաց կանգնեք, ասեք, որ ձեր ծրագրերը եղել է կործանել Ռուսաստանի Դաշնությունը, իրականում այդ ծրագիրն է իրականացնում Միացյալ Նահանգները։ Հետևաբար այն ժամանակ Հայաստանին այդ թվում նաեւ արևմուտքը կդե ասում էր Ռուսաստանն էլ է իմ լծի տակ, Հայաստանն էլ է իմ լծի տակ, հետ խորհրդային տարածքն իմ լծի տակ է։ Բոլորին էլ վերահասկում եմ, ինչ թող իրար հետ լավ հարաբերություններ կա։ Այսինքն եթե Ռոբերտ Քոչարյանը հիմա գա հրապարակ եւ պայքարի, պիտի իր մոտեցումները ամբողջությամբ փոխի։ Որտեվ եթե ինքը գա, կամ որևէ մեկը, արևմուտքը 2000-ականների նման իր հետ չի վարվելու։ Ինքը պահանջա դնելու, բավուց։ Դե ամենատեպս ինքը ներկայացնում էր, որ մենք բանակցություններով կարողացել ենք հասնել սրան։ Հիմա արևմուտքը ասել ինչ բանակցություն, ինչ բան։ Մենք պատերազմի մեջ ենք Ռուսաստանի հետ։ Փայլուն առաջարկ արեց, չէ՞ Ռոբերտ Քոչարյանը, ասելով որ կարող ենք այդ երկաթգիծը ավելի շարունակել, կարող էինք հասնել դրան,
եւ ունենում ենք ճանապարհ դեպի Իրան եւ հետո դեպի Ռուսաստան, ճիշտ է, սրա մասին, որ եթե մենք հասնենք դրան, սա օրինակ շահեկան բան չի եւ Իրանի համար եւ Ռուսաստանի Դաշնության համար, եթե օրինակ դա ստանում ենք եւ բանակցություն։ Պարզ է, այս ամեն ինչը չենք խոսում Նիկոլի ժամանակ, չի եկել ոչ բանա երկաթգիծ կառույցի, ոչ Հայաստան մնայինք, եկել է որ Հայաստան չլինի։ Պարզ է, իրան դրա համար են վերել։ Ես այս օրինակը բերում եմ, եթե գալիս է իշխանության, դա հնարավոր չէ, որտեղ այդտեղ եւ Ռուսաստանի շահը եւ Իրանի եւ կարողանում են այնտեղ, չգիտեմ, ասել, որ ստոպ Արևմուտքին։ Դուք ստացել եք այսքան ճանապարհը ձերն է, մեզ բերել գցել է անդունդը Նիկոլը, ծախել է, տարածքը տվել է, բայց մենք պիտի ստանանք սա։ Բանակցությունների արդյունքում, որտեղ այնտեղ ներկա սեղանին է դնում Ռուսաստանի Դաշնության, որ դուք էլ ստանում եք եւ Իրանի սեղանին է դնում, դուք ստանում եք սա, ընդ որում դա Ռոբերտ Քոչարյանն է ասել, որ դեռ շուտ, որ Պուտինն այն մարդն է, որ եթե դու ցանկացած պրոբլեմատիկ հարց իրեն այնպես հիմնավորված փաստարկված ներկայացնես, որ այստեղ կա քո շահը, ինքը պատրաստ է իր կարծիքը փոխել։ Դա հասկանալի է, բայց դուք խոսում եք այն պայմաններում, որ հարաբերական խաղաղությունն է տիրում, աշխարհակահաղական իրավիճակը հանգիստ է, հիմա պատերազմ է գնում։ Այդ պատերազմը անզիջում պատերազմ է։ Այդ պատերազմը կյանքի մահվան, կենաց մահու պատերազմ է։ Ռուսաստանը լուծում է իր կյանքի եւ մահվան հարցը։ Արևմուտքը Ռուսաստանին ստրատեգիական պարտության մատնելու, այսինքն Ռուսաստան պետության չգոյության հարցն է լուծում։ Եթե ձեր քաղաքականությունը տեղավորվում է այդ պատերազմի մեջ, հետեւաբար ձեզնից պահանջելու են նույն Արևմուտքը, ասել է ինձ ուզում ես բան ստանաս, ուրեմն բարի եղիր, այս պատերազմին դու մասնակից եղել եւ իր լծակներով ճնշելու է։ Նայեք Վրաստանի իշխանություններին, որ իրենք տենց ինքնանպատակ չի Եվրամիությանը ամենուր մեղադրում է, ասենք Եվրամիության դեսպանին պետական հեղաշրջմանը մասնակցելու մեջ, որ այդպես ինքնանպատակ չի։ Ուղղակի Վրաստանից պահանջում են, ասում են Վրաստան, այդ որ քեզ տարիներով բերում ենք դեպի ՆԱՏՕ, Եվրամիություն, նրա համար չենք բերում, որ բարձր թոշակներ ունենաք, բերում ենք, որ զոհաբերվեք Ռուսաստանի դեմ պատերազմում, որպես ոնց որ ուկրաինացիներն են զոհաբերում։ Վրաստանի իշխանությունը ասաց, չէ, մենք դրա համար չենք եկել, հետեւաբար իրանց սահմանության մեջ վրացիներին այնպես էին հասկացել, որ ձեզ ընդհանրապես բանակ պետք չի, ոչ մի բան պետք չի, սահման բան, մենք չաղ ու բախտավոր փողը կբերենք, հետո կասեք ինչ կանենք։ Ուղղակի Վրաստանի բախտը բերեց, որ ինքը Ռուսաստանի հետ սահման ունի։ Այսինքն ծայրահեղ դեպքում իրենք կարող են դիմել օգնության եւ ռուսները զոր կմտցնեն սահմանով կօգնեն վրացիներին, եթե պետք լինի։ Այդ առումով բախտները բերեց։ Այսինքն ես ինձնից չեմ հորինում, դա Վրաստանի իշխանությունների հռետորաբանությունն եմ ասում։ Իսկ ինչ տարբերություն Վրաստանի եւ Հայաստանի միջեւ։ Եթե Հայաստանում կա այլ իշխանություն, իրենից էլ են նույնը պահանջելու, ինչ որ Վրաստանից են պահանջել։ Եվ նա ստիպված է, ես չեմ ասում, որ ես ուզում եմ, որ ինքը տենց անի, ես ասում դա անխուսափելի է։ Այսինքն, եթե գալիս է մի ինդիմություն առաջ եւ փորձի իբրև թե դիվանագիտություն եւ ճկունություն բանեսնի եւ այս գլխից համարենք, որ տապալված է։ Չի կարողանալու, ինքը ստիպված տեսնելու է, որ Արևմուտքը օգտագործում է իր բոլոր լծակները։ Հա, ես կարծում եմ Հանրապետականը Սերժ Սարգսյանը չի հրաժարվելու դրանից, ասենք հրապարակում։ Չգիտեմ, ես ուզում եմ պատկերացնել։ Դա անխուսափելի է, դա ոչ թե որ ինքը ուզում է կամ չի ուզում։ Սամվել Կարապետյանն իրեն ոնց կպահի չի։ Դա ստիպված է անելու, որ տեսնելու այլ ճար չկա, որտեղ այս մեծ պատերազմում Արևմուտքը ուզում է, որ մենք լինենք որպես գործիք Ռուսաստանի դեմ։ Այլ ճար չունես, քան որոշ դեպքերում հակասությունների մեջ։ Հիմա Նիկոլը համաձայնել է դրան։ Ինչին։ Գործիք այդ բանի դեմ, Ռուսաստանի դեմ։ Նիկոլը ստե անձը չի կարող համաձայնվել կամ չհամաձայնվել։ Արևմուտքի լծակները Նիկոլը ներքաշված է ամբողջությամբ դրա մեջ։ Հիմա զոր քուղար Հայաստանն է ներքաշված։ Նիկոլով Հայաստանին ամբողջությամբ ներքաշել են, բա ներքաշել են, բայց տեսեք մենք հիմա մեր տարածքով ապրանքը տանում են Ռուսաստան, կարող է Արևմուտքը չգիտի, որ մի շարք բաներ գալիս է այսպես Հայաստանով է գնում, շատ լավ գիտի, չէ՞։ Այդ ապրանքը ոչ մի բան է։ Դե այդպես չի։ Այդ ապրանքը ոչ մի բան է։ Նույն բանկային համակարգը չգիտեն, որ այնուամենայնիվ ուզում եմ ասել, այդքան էլ բան չի, էլի միանշանակ չի, որ այսօր Արևմուտքը սենց որոշել է եւ տարել է բանի առաջականգնացել Հայաստանին, այսպես տեսեք։ Չէ։ Ուրիշ ընտրություն չունեք դուք։ Կանգնացրել է, բայց ինչի իրանք կտրուկ քայլի չեն ուզում գնան։ Չեն ասում, այ շատ հիմա կտրուկ քայլեր է։ Դե Կաղասովի մատնվենք մի անգամ։ Չէ, որտեվ իրանք Արևմուտքը լավ գիտի, այսինքն Միացյալ Նահանգներ, եթե իրենք ստիպեն Հայաստանին գնալ կտրուկ քայլերի, դա կնշանակի կտրուկ քայլ Ռուսաստանի դեմ։ Իրենք գիտեն Ռուսաստանն կարող է պատասխան կտրուկ քայլանի այլ ուղղությամբ։
Դրա համար իրենք ուզում են կամաց Մոլդովայի հետ կապված ինչի՞ չի անում Ռուսաստանը։ Ինչ անի։ Էլ ինչ կտրուկ քայլեն արևմուտքի ինչ հնարավոր է անում է։ Իսկ Մոլդովայում ինչ է կատարվել։ Տեղի ունեցել օրինական ընտրություններ։ Չէ, առասարակ Մոլդովան ամբողջությամբ թեքվել է դեպի այն կողմ։ Ինչ անում Ռուսաստանը։ Զոր չէր մտցնել Մոլդովա։ Խոսքը դրա մասին չի։ Ինչի մասն է։ Արևմուտքը ուզում է հասունացնի վիճակ, որ Ռուսաստանը ներսից փլուզվի։ Հյուծվի պատերազմում, դա գրված է ԱՄՆ ազգային համատանության ռազմավարության մեջ գրված է, ասում է, մեր նպատակն է։ Իրենք բերանով ասեցին, մենք 10 քանի տարի կապիկություն ենք արել Ռուսաստանի հետ իբրև թե ուզում ենք բան, բայց մեր խնդիրը Ռուսաստանի փլուզումն է։ Իրենց նպատակն է գրված է, որ երկարատև պատերազմ լինի, Ռուսաստանը հյուծվի այդ պատերազմում։ Այդ ընթացքում միջև այդ հյուծվելը, այստեղ մեր բանկերով Ռուսաստան փող է գնում, չի գնում, ապրանք է գնում, չի գնում, իրենց դա չի հետաքրքրում։ Իրենց հետաքրքրում է երկարատև պատերազմ, որտեղ Ռուսաստանը հյուծվի։ Այդ ընթացքում իրենք աչքի կփակեն ապրանքների գնալու վրա էլ, բանկային համակարգի վրա էլ կփակեն։ Այդ փողը մի երկու կոպեկ փող է գնում, այս կոպեկում, այդ ինչ փող է արևմուտքի համար։ Հետևաբար դա չի հիմնական նպատակը։ Հիմնական նպատակը հենց այդ ռազմավարությունը կյանքի կոչել, այսինքն հյուծել Ռուսաստանին պատերազմում։ Բայց այնտեղ ուրիշ բան էլ է գրված, ասում է հանգարց ցույց չտալ, որ Ռուսաստանը հաղթանակ տոնի միջուկային զենքի սպառնալիքով։ Այդ դա է դրած։ Տրամպը եկել է այդ սպառնալիքը վերացնի։ Միջուկային զենքը։ Դրա համար Պուտինը իր հետ է խոսում։ Այսինքն պատահական չէ, որ գլոբալիստները թույլ տվեցին, որ Տրամպը գա իշխանության։ Գլոբալիստները չէ։ Ну, անվանում են գլոբալիստ, բայց ես կասեի ԱՄՆ իշխող դասը, որը տարբեր շերտերից է բաղկացած։ Չէ, որտեղ տեսանք, չէ, իրանք հիմա նոր է բացահայտվել, չգիտեմ, ես վերջերս որ ելույթի հանդիպման ժամանակ ելույթին երիտասարդին Թրամփիստին գնդակահարեցին, հիմա բացահայտվել է, որ այս մարդը ինչ որ արշավ էր ուզում սկսել net Իսրայելի դեմ Նեթանյահուի, այսինքն իրենք ձևը գիտեն, տեղում կգնդակահարեն, չես լինի։ Պուտինի օգնականը Ուշակովը ասաց, որ այն իմպուլսը, որ ստացվել էր Ալյասկայում Թրամփի եւ Պուտինի միջև սպառված է։ Այո, ասաց այն իմպուլսը, որ ստացվել էր Ուկրաինայի հարցի շուրջ, որը կար, դրական այլևս սպառված է, որտեղ Տրամփը արդեն խոսում է այդ տամագավկերի բատակարարման մասին։ Այնպես որ էսկալացիան դեռ առջևում է։ Իդեպ Ռուսաստանում կան խելոքներ, որ ի սկզբանե ասում էին այդ հեքիաթներին Տրամփի չհավատալ Պուտինին, փաստորեն Պուտինն էլ է մեկ-մեկ հավատում հեքիաթների։ Չէ, Պուտինը ոչ մի բանին չի հավատում։ Հավատում, ինչի ոգևորված էին Տրամփով։ Այդ առաջին ալիքի վերլուծական բաները նայեք, տեսեք ինչ գիծ է գնում Տրամփի գալով, ինչ ոգևոր։ Պուտինը ինչ կապ ունի։ Այսինքն դու կարծում ես, լավ, առաջին ալիքով ինչ որ գիծ կարող է զարգացնել առանց Կրեմլի։ Իսկ որտեղ եք տեսել, որ ասենք երկու հակառակորդ պետությունների զորքերի գեներալները բացեիբաց իրենց մտադրությունների մասին ասեն։ Իհարկե իրենք քողարկում են իրենց մտադրությունները եւ հասկանալով հակառակորդի մտադրությունները դրա մասին չեն բարձրաձայնում։ Իհարկե պետք է դրա ժամանակ է պետք։ Պուտինը ժամանակ է ձգում, ինքն էլ է նախապատրաստում այդ ամեն ինչի։ Հիմա ինչի է նախապատրաստում եւ մենք այդ նախապատրաստման ավարտում ենք արդեն ինչին է նախապատրաստում, այդ նախապատրաստման ֆոնին մենք Հայաստանը որտեղ է։ Էսկալացիան մեծանալու է, Արևմուտք Ռուսաստան պատերազմը թեժանալու է, որը իր արտացոլում է գտնելու մյուս բոլոր ուղղություններով։ Սրանով չի ավարտվում, սա դեռ սկիզբն է։ Այնպես որ ինչպես ասում են գոտիները ամուր ձգենք եւ սպասենք, որտեղ հարված է լինելու բոլոր ուղղություններով Ռուսաստանի նկատմամբ, այդ թվում նաեւ իր դաշնակից եւ հարևան պետությունների միջոցով։ Իսկ ինչ վերաբերվում է, ավարտում եմ արդեն, ինչ վերաբերվում է այդ իմ ասած ընտրությունների հետ կապված այդ Մոլդովայի եւ Հայաստանի, հարցը այն չի, որ երբ որ Հայաստանում սկսեն Արևմուտքի նկատմամբ բաները կոչել իրենց անուններով, ապա հաջորդ ընտրությունները միանգամից կհաղթեն։ Այդ չի հարցը։ Հարցը այն է, որ դրանով կսկսվի process Հայաստանում, քաղաքական process, իշխանության process-ը ռադիկալ process է։ Դրան դիմակայելու համար պետք է հակընդդեմ ռադիկալ process։ Օբյեկտիվ է այդ ռադիկալությունը։ Այնպես չի, որ ինքնանպատակ sense դրել Արևմուտքին քլնգում ենք։ Օբյեկտիվ process է։ Այսինքն չես կարող մեղմ այդ բալանսավորված քաղաքականությամբ դիմակայել իշխանությունների ռադիկալ դեպի եվրոինտեգրում տանելու process-ին։ Չես կարող, հնարավոր չի։ Եվ կյանքը դա ցույց կտա, որ հնարավոր չի։
Մոլդավիան դա ցույց տվեց։ Մի տարվա մեջ իրենք դրանից Չնայած ինքը այսպիսի օրինակներ բերեց երկրորդ նախագահը, որ տեսեք ինչ շահեկան ոնց են կարողացել բանակցություններով հասնել, բայց նաև մյուս կողմից ինքը ներկայացրեց այսօրվա Եվրոմիության թշվառ վիճակը, ասես տեսեք Եվրոմիության ղեկավարները ոնց էին դրան մոտ շարք կանգնել, չէ՞, Թրամփի եւ այդպիսի բան պատկերացնել օրինակ 15 տարի առաջ, 20 տարի առաջ абսուրդ անհնար էր, պատկերացրեք նաև հետևացեց 2000-ականներին Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունենալը շատ ավելի հեշտ էր, քան այսօր։ Այն ժամանակ Արևմուտքը դա թույլ էր տալիս։ Ոչ միայն այն ժամանակ, նաև 33 տարի։ Այսօր այս թեժ պատերազմի, որ կենաց մահու պատերազմ է գնում, Արևմուտքը դա այլևս թույլ չի տալու։ Ով ուզում է գա իշխանության։ Արևմուտքը պահանջելու է, ասելու է՝ դու պետք է միանաս իմ ճամբարին Ռուսաստանի դեմ։ Սպառնալու է ամեն ինչով։ Սանկցիաներով, ֆինանսական, տնտեսական, ռազմական, բոլոր բնույթի։ Եվ այդ դեպքում ցանկացած իշխանություն, որը գա, ինքը ստիպված ալնելու հակասությունների մեջ մտնել։ Հիշեք Դմիտրի Մեդվեդևի ասածը մի քանի տարի առաջ։ Ասում էր ինչով այս ամեն ինչը ավարտվելու վերջի կետը։ Ասում էր հարգանք այն պետությունների նկատմամբ, որոնք սուր հակասությունների մեջ կմտնեն Արևմուտքի հետ։ Սա սպասվում է, սա անխուսափելի է, ես չեմ ասում, ես ուզում եմ որ տենց լինի, դա լինելու է։ Չի կարող ուրիշ այլ ձև չի կարող լինել։ Եվ դա կլինի հիմքը, որ միայն այդ հիմքով Հայաստանը կկարողանա ապագայում իրական իրավահավասար հարաբերություններ ունենալ նույն Արևմուտքի հետ։ Հակառակ դեպքում այդ հարաբերությունները միշտ լինելու են վերադաս ստորադաս մակարդակի վրա։ Չի լինելու, իրենք մեզ օգտագործելու են, որպեսզի դա չլինի, մի քիչ պետք է իրենց ցավացնես։ Շնորհակալություն։